Սիրելի հերիստատիտողներ, հաջելի է ցեզի հետ խոսակցիլը, գուհուսամ, որ մտիկ կնեք և գլսեք զիս այս մի քանի օրերը, որ այցելության եկած եմ մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Եվ գտեսնեմ ժողովուրդը խուրներամ եկեղեցի գուքան, մայրաթոր, քարերը գահամփուրեն, այս ավանդությունը միայն հայոց մոտ կա, այնքան դպավորիչ է, այնքան հուզիչ է, այնքան հաճելի է, մանավանդ եկեղեցականներուս համար տեսնել ժողովրդի չերմերանտությունը։ Եկեղեցականի բարդականությունը արդեն այն է, որ ժողովուրդը թիմե առաջ հալաչանա Աստված բաշխության մեջ։ Եկեղեցականը օգնե, որպեսզի ժողովուրդը Աստուծո ավելի մոտենա եւ ապրի քրիստոնեական կյանքը։ Եվ ժողովրդին համոզմունքը այն է, որ այսօր գուքան եկեղեցի մոմ վարելու բարի սովորություն է ադիգա, սակայն սիրելիներ, մենք եկեղեցի գերտանք մեկ պատճառի համար, որովհետև Աստուծո ներկայությունը կա եկեղեցվո մեջ, որպես քրիստոնյաներ, մենք գերտանք երախտագիտություն, շնորհակալություն հայտնելու մեր երկնավոր հոր և աղաչելու մեր դգարությունները Աստված զորացնե և մեզի նեցուկ լինի։ Կարևորը գիրագի օրերը եկեղեցի երտալ և մոմ վարել չէ միայն, կարևորը մնացյալ 6 օրերը ինչպես կաբրինք, այդ է կարևորը, եթե գիրագի երտամ և մոմ վարեմ չերմերանտություն ցույց տամ և քրիստոնեություն ունենալս քրիստոնյա ալլալս դպավորեմ ուրիշներուն, մարդիկ պիտի նային հաբա 6 օրը ինչպես կաբրիմ ես, քրիստոնեական վարքով, թե անգրոն գերբով, խապել, սդել, կաշարել և ամփարո կյանք ապրիլ, չի սրբակրվիր մոմ վարելով։ Մենք պարտավոր ենք ամեն ինչ որ կստանանք անոր համար շնորհակալություն հայտնել Աստուծո։ Գիտեք, շատ լավ կլինի, եթե եկեղեցի մեջ պաշտամունքներու բարերը հասկնակ։ Ճշմարտաբար քրապար հասկացող շատ չկա այսօր։ Բայց լավ կլինի, որ թարգմանություններուն հետևիկ և տեսնեք, թե շարունակ մեր երգերը, երգչախումբը կամ խոսքերը, շարականները, աղոթները Աստված փառաբանելու, Աստուծո գոհություն մատուցանելու խոսքեր են։ Օրինակի համար մեկ հատ ասեմ. ամեն բանի մեջ կկոհանանք քեզ մե ով դեր, կկովենք քեզ և գաղաչենք քեզի։ Այդ երգը գիտեք, համենայնի օրտնյալ ես դեր, օրտնեմ քեզ, կովեմ քեզ, կոհանամ քեզ, աղաչեմ քեզ դեր Աստված մեր։ Ամեն գիշեր, երբ կննչեք և աչքերնիդ կկոցեք և կմտնեք քունի մեջ, մեռած եք, աշխարհալ ցեզի համար մեռած է, բայց ամեն առավոտ հարություն կառնեք, ով կրնա ապահովել, թե գիշերվան ժամանակ մեր հոգին կրնանք ավանթել, ով կրնա ապահովել, թե հաջորդ օրը պիտի անպայման արթնանանք։ Աստուծո ողորմությունն է, որ մենք թեթևորեն գնայինք, ամեն առավոտ հարություն է, ամեն գործ որ գնենք, Աստուծո ողորմությամբ կարող ենք ընել և հաջողցնել։ Երբ մեր կյանքի մեջ գիտեք ինչ է, երբ դժվարություններ կունենանք, կթշկոհինք։ Եվ ժողովրդին փերանը այս խոսքը կա. ինչու Աստված ասիկա թույլատրեց, Աստված ինչու հիվանդություն խրգեց, Աստված ինչու համար այս դժվարություններում մեջը թողեց մեզի, ուր է Աստված։ Երբեք Աստված չի ղրգեր հիվանդություն։ Բայց ժողովուրդը եթե փախտավոր կյանք ունենա, կսե փախտս փերավ, փոխանակ Աստուծո շնորհակալություն հայտնելու եւ դժվարության ժամանակ զաստված կմեղադրենք։ Ինչու Աստված ըրավ այսպես, բայց փախտս փերավ լավ բաներու համար։ Ճիշտ հագարակն է։
մեր կյանքի մեջի դժվարությունները երբեմն կբադային մեր սխալներով, որովհետև սատանայի ազդեցությունը կա մեր միտքերուն վրա, մեր կյանքի մեջ, մեր շրջապատը ամեն կողմ, եւ այդ չարությունները, վիճակները կրնան բադահիլ։ Մենք Աստծո ավելի պիտի աղոթենք, որ Աստված մեզ անոնց մեջ ամուր բահե եւ չմեղանչենք։ Փախտ ըսված բանը, ասիկա ծեր մտքերում մեջ խնդրեմ որ տնեք, քրիստոնեական աստվածաբանության մեջ քոյություն չունի։ Մենք Աստված ենք իսլամական սովորություններեն 600 տարի երբ իսլամական աստվածության դակ ապրեցանք, ուրեմն շատ մփաներ որ թեքրեցինք։ Իսլամները գսեն նասիբ, փախտ, քրված է, ճակատագիր, այդպիսի բան չկա քրիստոնեության մեջ։ Ինչ կա? Նախախնամություն։ Աստված կնախախնամե։ Նայեցեք, երբ որ հիվանդ մբադահի, մենք գաղոթենք Աստուծո, եւ Աստուծո մենք ձոմաբահությամբ, չերմերանտությամբ եւ երբ գաղոթենք, Աստուծո փազուկը գշարժի եւ մեզի բժշկություն կրնադալ, եթե անիգա հիվանդին բարիքն է։ Աստված մարգարեին բերնով կքանքադի, գիտեք ինչ կսե։ Եթե ես հայր եմ, ուր է հաբա իմ հարկանքս, ուր է ինձ հանդեպ հնազանդությունը։ Եթե դեր եմ, ուր է հաբա իմ ժողովուրդիս ենթարկվածությունը։ Եվ գսե, գիտեք, Եզը իր դերը գճանչնա, բայց շատ անգամներ իմ ժողովուրդս զիս չի ճանչնար, շատ ափսոս։ Ճանչնանք մեր երկնավոր հորը բարիքները, սերը, կութը, անսահման է սիրելիներ, չենք կրնար մենք մարդկային բարերով Աստուծո սերը բացադրել։ Մեր հայրապետներն մեկը գսե, գաղոթեմ, երբեմն չեմ հասկնար եւ չեմ գիտեր որքան ընդունելի Աստուծո առջև, բայց վստահություն ունիմ Աստուծո վրա, որ իմ սրդափուխ աղոթքս գլսե անիգա եւ ես կհանցնեմ ինքս երկնավոր հորս ցերկը։ Մեր եկեղեցի երթալը պետք է սովորություն լինի, բարի սովորություն է։ Մնանք եկեղեցվո մեջ, առանցնանանք մի քիչ եւ գարենանք մենք Աստուծո հետ հաղորդակցություն ստեղծել, որովհետեւ եկեղեցին Աստուծո դունն է եւ մենք Աստուծո զավակները։ Նայեցեք, երբ որ մենք կերտանք, եղբայրանանք մեր շուրջիններուն հետ։ Սեր պետք է ունենանք իրարու հանդեպ։ Երբ գաղոթենք, կսենք հայր մեր, բոլորս միասին, ոչ թե հայրիմ մինակ, ոչ, այլ հայր մեր, բոլորս եղբայրներ եւ քույրեր ենք։ Քրիստոնեության մեջ ամենազորավոր գաբը այդ է, որ իրարու հանդեպ սեր եւ հարկանք ունենանք եւ մեր եկեղեցի երթալը արժե եւ Աստուծո առջև ընդունելի լինի։ Այս է իմ մաղթանքս եւ իմ աղոթքս ցեզի համար, որովհետեւ եկեղեցվո մեջ գտնեք Աստուծո օրհնությունը եւ խաղաղությունը ձեր հոգիներուն։ Ամեն։